Երեք հայտնի դարձավ, որ որոշ պատգամավորներ չեն առաջադրվել որպես պատգամավորության թեկնածու։ Նրանցից ոմանք բացատրեցին, թե իրենք ջանք ու եռանդ չեն խնայելու թիմի համար աշխատելու, սակայն ԿՊ-ում գիտեն, որ նրանց քծնանքն ու ջանքերը մի պատճառ ունեն՝ Փաշինյանի բարեհաճությունը շահել, որ չպատժի չառաջադրվելու համար եւ թողնի ապրեն։ Բայց նրանցից ոմանք տողատակերում հասկացնում էին, որ համաձայն չեն ԿՊ-ի կուրսի հետ, օրինակ ԱԺ Հակոբ Արշակյանը, որը փաստորեն կուլ չտվեց իր նկատմամբ անարգանքը, երբ թույլ չտվեցին մասնակցել համագումարին 30,000 դրամ համավճարն ուշացնելու համար։ Քրիստինե Պողոսյանը, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մտերիմը, որը նրա նկատմամբ քրեական հետապնդումից հետո օտարվեց ԿՊ-ից։ Լիլիթ Կիրակոսյան անունով մի պատգամավոր էլ չի առաջադրվել, բայց նրա մասին հանրությունը ոչինչ չգիտի, որովհետև 4 տարի ծպտուն չի հանել։ Մի մասն էլ հասկացել է, որ շանս չունի ընդգրկվելու, իսկ Աննա Հակոբյանի եղբորը Հրաչ Հակոբյանին ընտանիքն է հետ բայել առաջադրվելուց, որ փեսա աներձակ ազգուտակին առաջ բրթելու մեղադրանքները նվազեն։ Երբեմնի ակտիվիստ Լենա Նազարյանն էլ է վերջին տարիներին անհետացել, նրան Աննա Հակոբյանն իր թևի տակ է առել Իմ քայլը հիմնադրամում։ Խաչատուր Սուքիասյանն իր որոշումը համաձայնեցրել է Փաշինյանի հետ։ Իդեպ, չնայած Տիգրան Ավինյանը առաջադրվելու ցանկություն չի ունեցել, բայց հասկանալով, որ գլխացավանքի մեջ կընկնի, վերջին օրերին փոխել է որոշումը։ Կառավարության մեր աղբյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանն օրերս ընդունել է Ռուբեն Ռուբինյանին, որպեսզի քննարկեն Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման ընթացքը եւ սահմանի բացման հետ կապված իրավիճակը։ Մեր աղբյուրն ասում է, որ Ռուբինյանը զեկուցել է Թուրքիայի հետ սահմանների բացման գործընթացն արագացնելու փորձերն առայժմ ոչ մի հաջողության չեն հասնում եւ մեծ է հավանականությունը, որ նույնիսկ TRIP-ի գործարկումից հետո Թուրքիան չի բացի սահմանները եւ առավելագույնը ինչ կարելի է ակնկալել 2026 թվականի հունվարից դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանի բացումն է, դա էլ դեռ հաստատ չէ։ Ըստ մեր աղբյուրի Փաշինյանն արձագանքել է, որ եթե Թուրքիան չբացի սահմանները, ապա TRIP նախագծի շահութաբերությունը եւ իմաստը կասկածի տակ կդրվեն եւ նշել է, որ ինքնանձամբ կխնդրի Թուրքիայում ԱՄՆ դեսպան Բարաքին այդ տեղեկությունը փոխանցել Թրամփին, որպեսզի նա ճնշում գործադրի Էրդողանի վրա։ Վարչապետի աշխատակազմում տեղեկանալով այս խոսակցության մասին, որոշ պաշտոնյաներ չեն կարողացել թաքցնել իրենց վերաբերմունքը։ Սկզբում ամբողջ աշխարհով մեկ գոռում են կոմունիկացիաների բացման մասին, որոնք միլիարդներ պետք է բերեն երկիր, իսկ հետո սկսում են մտածել, թե ինչպես համոզեն թուրքերին, որ բացեն սահմանները։ ԿՊ-ում կատակում են, ով գրել գիտի պատգամավորի թեկնածուի դիմում է գրել 380 մարդ է առաջադրվել, 40-ը անկուսակցական։ Մեծ մասը շարքային կուսակցականներ են, մարզերից պատգամավորների օգնականներ, փորձագետներ։ Եթե ինքնավնասումով բանակից ազատված սեպտեմբեր ասող Նարե Գրիգորյանը, մարտի 1-ի Զոյի քույրը Անուշ Քլոյանը կարող են պատգամավոր լինել, ով ասես կարող է։ Իդեպ առաջադրվել է անգամ Քլոյանի օգնականը, ինչից անգամ ԿՊ-ականներն են տարակուսած։ Դեկտեմբերի 1-ից սկսվել է գրանցման փուլը, քննելու են կենսագրությունները, ստուգելու են, որևէ քրեական գործով անցնում է թեկնածուն, բայց ԿՊ վերնախավը դժվար կացության մեջ է, մի կողմից ցուցակն անձայրացիր չէ, նախորդում 157 անուն էր, մյուս կողմից ամեն մեկը փող է բերելու կուսակցությանը, ԿՊ անդամները 500,000, անկուսակցականները 1.5 միլիոն դրամ։ Նաև պետք է հիմնավորեն, թե ինչու չեն գրանցում։ 380 հոգուց ԿՊ բյուջե մուտք կլինի 230 միլիոն դրամ, $600,000։ Հայտ է ներկայացրել նաև Կոջոյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզաննա Երեմյանը, շրջիկ պատարագների ակտիվ մասնակիցը։ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է մի խումբ աջակիցների հետ, փակ ֆորմատով հանդիպումից մի կարճ համր տեսանյութ են տարածել, մի քանիսը լուսանկարներ են տեղադրել, սակայն քննարկման բովանդակության մասին ոչ մի խոսք։ Նախատեսվում է, որ առաջիկա օրերին ինչ-որ դրվագներ կհրապարակայնացվեն։ Ներկաներից մեկը պատմեց, որ ամենատպավորիչ հատվածը Սերժ Սարգսյանի վերաբերյալ հնչած հարցն է եղել. եթե իշխանության գաք Սերժ Սարգսյանի պատասխանատվության կենթարկեք ձեր նկատմամբ բացասական տրամադրություններ գեներացնելու համար։ Քոչարյանը մոտավորապես ասել է, որ այդ էջն ինքը վաղուց փակել է իր համար։ Քոչարյանը նաև ուղիղ չի պատասխանել, սակայն տողատակերում հասկացրել է, որ ինքն է գլխավորելու ընտրական ցուցակը, իսկ իր աջակիցներին հորդորել է տեղերում շատ աշխատել։